Մենք շարունակում ենք ներկայացնել, թե ինչպես են ընթանում Գյումրիում ՏԻՄ ընտրությունները։ Գյումրու առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ի դիտորդների դիտարկումները 12:00-ից մինչև 16-ը ընկած հատվածում։ Շուրջ 7 տեղամասերում նկատվել են կուտակումներ, ուղղորդումներ, որոնց մասին մեր դիտորդները օրենքով սահմանված կարգով տեղեկացրել են հանձնաժողովի նախագահներին։ Արձանագրվել է մեկ բաց քվեարկություն, որն արձանագրվել է տեղամասի Քրանցամատյանում։ Այդ ընտրողը նաև սարքի տպած կտրոններ վերցրել եւ վազել տեղամասից դուրս, ուստի հանձնաժողովի նախագահը դիմել էր ոստիկանություն, նրանք էլ այդ ընտրողին գտել վերադարձրել են ընտրատեղամաս, նրանից վերցրել սարքի տպված կտրոնը։ Հանձնաժողովների անդամների հետ վեճեր են գրանցվել քաղաքացիների կողմից ընտրական կարգին լավ չտիրապետելու պատճառով։ Նաև մենք նշենք, որ ունենք այլ ընտրատեղամասերից տեսանյութեր, որոնք առաջարկում ենք դիտել, թե ինչպես են ընթացել ընտրությունները Գյումրու ամենատարբեր ընտրատեղամասերում։ Ընտրական օրը Գյումրիում տրամաբանական ընթացքի մեջ է։ Թիվ 31-ի 13 ընտրատարածքում ենք։ Հանձնաժողովի նախագահի խոսքով միջադեպեր չի գրանցվել այստեղ։ Ցուցակով 1700 ընտրողներ են։ Օտար երկրացիներ կան այդ ցանկում, թե բոլորը։ Ոչ, հələ օտար երկրացի չի հանդիպել։ Ինչև է ժամը քանի մարդ է մասնակցել ընտրությանը։ Ժամը 5-ի տվյալներով 662 հոգի։ Եվ հանձնաժողովի անդամները, եւ վստահված անձիկ, եւ դիտորդները գոհ մեկս մյուսի հետ հասկանալով աշխատում ենք, պրոբլեմ չկար։ Քվեարկողների խոսքով հավատում են, որ այս ընտրությունը դրական փոփոխություն կբերի քաղաքի համար։ Մեծ հույսեր ունենք։ Որ ինչ կփոխվի։ Լավ կլինի քաղաքի վիճակը։ Իհարկե բարեկարգված, գեղեցիկ փողոցներով, ամենակարևորը լինի լուսավորություն, երթուղայինների հարցը լուծեն, սպորտ դպրոցներինը, որը այստեղ բավականաչափ շատ քիչ ուշադրություն է դարձվում։ Գյումրիում ընտրական գործընթացում դիտորդական խմբերը օրվա ընթացքում բազմաթիվ խախտումների մասին են բարձրաձայնել։ Նշենք նաև, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություններ տարածել քարոզչական գործընթաց չիրականացնելու մասին։ Մեր դիտակետում ողջ օրվա ընթացքում Գյումրու ՏԻՄ ընտրություններն էին, ուստի եւս մեկ ընտրատարածքում մենք հիմա պատմելու ենք, թե ինչպես է անցել ընտրությունները։ ՏԻՄ ընտրությունները ընթանում են, եւ մենք այս պահին գտնվում ենք 31-ի 14 ընտրատարածքում ու զրուցելու ենք հանձնաժողովի նախագահ Արման Սահակյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սահակյան, ինչպես է անցել այսօր օրը։ Բարև ձեզ։ Ինչպես է այսօր ընտրական օրը անցել։ Ընտրական օրը անցել է բավականին խախ անհանգիստ էինք, մի պա լարվածությունը մարդկային հոսքի շատացավ։ Հիմա ինչպես տեսնում եք, նորից թուլացած վիճակը հանգիստ նորմալ անցնում է, ունեցել ենք մի միջադեպ, մեկ-երկու միջադեպ, մեկը եղել է թեկնածուն, որը եկել էր տեղամաս եւ ուզում էր մնալ տեղամասում, բայց մենք բացատրեցինք եւ որ դուք իրավունք չունեք ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 13 կետերով իրավունք չունեք ներկա լինելով, էս է եղել, այնպիսի մեծ բաներ, խնդիրներ չենք ունեցել, փառք Աստծո, սա ամեն ինչ նորմալ։ Եվ ժամը 17:50-ի դրությամբ կնշեք քանի ընտրողներ այստեղ գրանցված, քանիսն են մասնակցել արդեն ընտրությանը։ Ուրեմն ցուցակով 1924 ընտրող է, այս պահի դրությամբ 700 մասնակից ունենք։ Ինչ ակնկալիքով եք մասնակցում այս ընտրությանը։ Մեծ ակնկալիքներ ունենք, հույսեր ունենք, որ քաղաքը ավելի կլավանա, կփաշկավաճի։ Այս տաղավարից մենք ողջ օրվա ընթացքում ցեզ ներկայացրեցինք թե դիտորդական, թե լրագրողական անկյունից ինչպես են ընթանում Գյումրիում ՏԻՄ ընտրությունները, բայց ամբողջական պատկերը վաղը պարզ է լինելու նույն տաղավարից արդեն ասուլիսի տեսքով, որովհետև մեր կազմակերպության կողմից կազմակերպված դիտորդական աշխատանքները վաղը այստեղ ասուլիսի տեսքով ներկայացվելու են, թե ինչ պատկեր է ունեցել ամբողջ ընթացքում Գյումրիում մարտի 30-ին ընթացող ՏԻՄ ընտրությունները։ Ես Հրաց Սահակյանն եմ, կհանդիպենք։ Հավաքանու արտահերթ ընտրություններ Գյումրիում։ Մարտի 30-ին գնա ընտրատեղամաս։ Կատարիր քաղաքացիական պարտքդ, որ նաև դու որոշես, թե ինչպիսին է լինելու քո քաղաքի վաղվա օրը։ Հիշիր, քվեարկությունն անցկացվելու է համամասնական ընտրակարգով։ Նախընտրած քաղաքական ուժի օգտին քվեարկելու համար պետք է ընդամենը քվեաթերթիկներից մեկը առանց նշում կատարելու տեղադրել ծրարի մեջ եւ գցել քվեատուփը։ Որևէ նշման դեպքում քվեաթերթիկը կդառնա անվավեր։ Իսկ եթե որևէ գրառում կատարվի ծրարի վրա, այն կմարվի առանց քվեաթերթիկը հանելու։ Զերծ մնա ընտրակեղծիքներից։ Ուշադրություն,
Քրեական պատասխանատվություն է սահմանված մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկության գաղտնիքը խախտելու, ընտրակաշարք տալու, ստանալու եւ ընտրակաշարքի միջնորդության համար։ Մի ենթարկվիր ճնշումների, որևէ մեկը չի կարող իմանալ, թե ինչպես ես քվեարկել։ Ազատ, անկախ, արդար ընտրությունը քո իրավունքն է։ Կատարիր գիտակցված ընտրություն։ Քո ձայնը կարևոր է եւ վճռորոշ։